Ամյակը պիտի տոնակատողությունները նվիրված 80-ամյակի պիտի մեկը մյուսին հաջորդեին մեր երկրում, բայց ցավոք սրտի եզակի դեպքեր են, որից մեկը սա է եւ այս պատմաբաններից համար սա ողջունելի է, երբ որ նախաձեռնություն կա եւ արժանին է մատուցվում մեր պատմական ժառանգության եւ այնպիսի մի իրադարձության, ինչն է համաշխարհային պատերազմը, երկրորդ հայրենական մեծ պատերազմը եւ հայերի հսկայական ներդրումը այդ պատերազմին, թե խորհրդային Հայաստանի հայության, թե խորհրդային միության հայության եւ թե աշխարհասփյուռ հայության ներդրման համատեքստում։ Եվ այստեղ շատ խոսվեց հայերի տարբեր ֆորմատով, այսպես ասած, ներդրումների մասին, ես կարճ, բայց բովանդակալից կփորձեմ ներկայացնել նաև թե ինչպիսի դերակատարում ունեցավ նաև հայաստանյան ծառայական եկեղեցին։ Մեր եկեղեցին դա ազգային կառույց է, ազգային ինստիտուտ է եւ իր բնույթով մշտապես հանդիսացել է ժողովրդի կողքին իր կառավարման համակարգով եւ իր մասնակցությամբ եւ հետեւաբար երբ պատերազմը մեկնարկեց եկեղեցին ուղղակի չէր կարող դիտորդի դերում հանդիսանալ, չէր կարող ուղղակի կրոնածիսական արարողություններով սահմանափակվել, այլ եկեղեցին պիտի իր կարևոր ներդրումը ունենալ հայությանը համախմբելու եւ առարկայական օգնություն ներկայացնելու տեսակետից, հատկապես սփյուռքի աջակցությունը համակարգելու տեսակետից։ Այդ ամենների մենք գիտենք նախորդ տասնամյակում եկեղեցին որոշակի խնդիրների պետություն եկեղեցի հարաբերությունների որոշակի խնդիրներ կար, հայտնի է այդ ամեն ինչը, որին չեմ ուզում անդրադառնալ, բայց երբ որ հայրենիքը վտանգի մեջ էր, կարմիր գիծ քաշվեց այդ ամեն ինչին եւ եկեղեցին լծվեց հայրենիքի աջակցության գործին։ Նախ նշեմ, որ պատերազմից առաջ եւ հետո երկու ամիս առաջ եւ մոտ 2-3 ամիս հետո հաղթանակից զարմանալի զուգադիպությամբ, չնայած զուգադիպություն չէր, դա որոշակի պլանավորված քաղաքականություններ, գումարվեցին ազգային եկեղեցական ժողովներ, մեկը 1941 թվականի ապրիլի, մյուսը արդեն պատերազմի ավարտից հետո մայիսի, չնայած աշխարհամարտը դեռ ընթանում էր, 45 թվականի հունիսին։ Առաջի երկու ժողովներն նպատակ ունեին ընտրելու կաթողիկոս, որովհետև կաթողիկոսական գաղափար էր, խորեն Մուրադ Բեգյանի եւ երական մահից հետո եւ հրավիրվեց ազգային եկեղեցական ժողով 45 թվականի ապրիլին, որը պետք է ընտրեր նոր կաթողիկոս։ Նոր կաթողիկոսը մենք գիտենք, նոր կաթողիկոսը, ինչպես մենք գիտենք, ընտրվում է համահայկական ընտրությամբ եւ ազգային եկեղեցական ժողովի մասնակիցների ընդամենը 1/3-ն են մեր մոտ հոգևորականներ, մնացած աշխարհիկ ներկայացուցիչներն են եւ պետք է Գևորգ arczepiskopos Չոլեքչյանը ընտրվեր կաթողիկոս, բայց ցավոք սրտի թեև բավարար թվով պատգամավորներ կան, սակայն հնարավոր չեղավ կաթողիկոս ընտրել, որովհետեւ մեր եկեղեցին միակն է աշխարհում, որ կաթողիկոսի այսպես ասած հանգամանքը ստանձնում է ոչ միայն ընտրությամբ, այլև օծման կարգով։ Չկար բավարար թվով եպիսկոպոսներ եւ Գևորգ Չոլեքչյանը դարձավ ազգընտիր տեղապահ եւ հենց իրեն էլ վիճակված այդ բախտորոշ օրերում համագարկելու հայության աջակցությունը հատկապես սփյուռքին։ Նախ ասեմ, որ այս պատերազմի առաջի օրերին հրապարակվեց հայ հավատացած ժողովրդի կոչը եւ այդ կոչում հստակ ընդգծվում էր, կոչերը հետո մի քանի անգամ եւս կրկնվեցին, ընդգծվում էր, որ խորհրդային Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ Խնդիրը այն է, որ սփյուռքը թեև խորհրդային երկիր էր Հայաստանը, բայց ընկալի Հայաստանը որպես սեփական հայրենիք եւ ներդրումը ունենա վերաբերվի որպես սեփական հայրենիքի։ Եվ որպես առաջին օրինակ հենց մեր եկեղեցին ցուցաբերեց այդ օրինակը նվիրաբերելով 800,000 ռուբլի արժողությամբ զարդեղել, 1000 ամերիկյան ֆունտ ստերլինգ, 50,000 ռուբլի եւ սա ընդամենը մեկնարկն էր։ Այնուհետև գումարները սկսեցին հոսել, հատուկ ֆոնդեր բացվեցին, նյութական, սննդի, հագուստ դեղերի աջակցության տեսակետից, բայց երևի թե ամենամեծ
եւ ցցուն օրինակը դա տանկային շարասյունն է, որի մասին այդտեղ մի քանի անգամ շեշտադրվեց, Սասունցի Դավիթ ազգային տանկային շարասյունը, ազգային էպոսի անունով գրող, որը երկու հատվածից էր կազմված 21 եւ 23 տանկերից, T-34 տանկեր էին դրանք, այսինքն 43 տանկ կառուցվեց, իսկ T-34 տանկերը ժամանակի արդի տանկերն էին, օրինակի համար, որպեսզի նորից մի քիչ պատկերացնեք օգնության հսկայական լինելը, այսօրվա T-90 տանկերը մի քանի միլիոն արժեն։ Հիմա դա պատկերացրեք բազմապատկեք 43-ով, մոտ 200 միլիոն դոլարի անցնում այդ գումարը, իսկ 200 միլիոնը այն ժամանակվա արժույթով եթե հաշվենք, եւս այո, եւ միայն դա տանկային շարասյունության համար է, այն էր այդ դեպքում, երբ որ նախատեսում են կառուցել երկրորդը Մարշալ Բաղրամյանը, որ իրանահայերը պիտի կառուցեն, բայց պատերազմի ավարտից հետո դա չիրականացավ, բայց աջակցությունը միայն սրանով չէր, մենք գիտենք, որ Խորհրդային Միությունը շատ արագ սկսեց ստեղծել ազգային ճակատները, որպես փոխխորհրդային մարմիններ Սփյուռքի տարբեր համայնքներում, հայաշատ վայրերում եւ եկեղեցին ըստ էության դարձավ առանցքը այդ կառույցների, որոնք ոչ միայն փոխխորհրդային տրամադրություններ էին ստեղծում հյուրընկալ երկրներում, որոնք պատերազմում էին կամ ոչ կիսապատերազմական վիճակում էին գտնվում ֆաշիստական Գերմանիայի ու դաշնակիցների նկատմամբ, այլ նաև համակարգում էր այդ նյութական հսկայական աջակցությունը եւ իրապես հաղթանակը չէր լինի ամբողջական կամ հատկապես Սփյուռքում պարտիզանական պայքարը եւ հակաֆաշիստական գաղտնի պայքարը չէր լինի այնպես միգուցե արդյունավետ կամ կլիներ պակաս արդյունավետ, եթե Հայաստանից առաքելական եկեղեցին իր նվիրապետական աթոռներով եւ թեմերով հսկայական ներդրում չունենար։ Իհարկե թեման կարելի է անընդհատ խոսել, հատկապես շեշտադրում կատարել հետագայում մեծ հայրենադարձության հիման վրա, դա եւս ըստ էության պատերազմի համատեքստում պիտի մենք դիտարկենք, որտեղ եկեղեցիների մեծ դեր ունեցավ եւ դեմոգրաֆիական ծանր վիճակում այդ 100,000-ավոր զոհերից հետո նաև իհարկե այստեղ շեշտվեց հայկական հարցի վերաբացման տեսակետից խիստ արդիականներ եւ ամենամեծ երբևէ մեր պատմության մեջ կազմակերպված հայրենադարձություններ պետության ներդրումով եւ 90,000 մոտ հայեր վերադարձան հայրենիք, որը էական ազդեցություն ունեցավ կուլտուր-մշակութային, դեմոգրաֆիական եւ գիտական մշակութային կյանքի փոփոխման տեսակետից եւ վերջում նորից ավարտել ազգային եկեղեցական հաջորդ ժողովով, որը արդեն 1945 թվականի հունիսի տեղ ունեցավ, դա մեր պատմության մեջ աննախադեպ, բարի իմաստով աննախադեպ եկեղեցական ժողով էր, որովհետև դրանից առաջ երբևէ եւ դրանից հետո մինչեւ այսօր անգամ Հայաստանի անկախության վերականգնումից հետո նման բարձր մակարդակի ներկայացվածության ազգային եկեղեցական ժողով մենք չունեցանք, որովհետև դրան մասնակցում էին Հայաստանից առաքելական եկեղեցի 4 նվիրապետական աթոռներ։ Ներկա էր Մեծիտանի Կիլիկիո կաթոլիկոս Գարեգին Հովսեփյանը, որը պատմության մեջ առաջի անգամ էր, որ Կիլիկիո կաթոլիկոսը անձամբ էր ներկա այստեղ, ներկա էր Երուսաղեմի հայոց եւ Պոլսո հայոց պատրիարքները, ինչպես նաեւ տասնյակ թեմերի ներկայացուցիչներ եւ բացառիկ մասնակիցներ 120-ից ավելի պատգամավորներ եւ նորից սա ցույց էր տալիս այն հստակ ընդգծումը խորհրդային Հայաստանի եւ հաղթանակի տեսակետից եւ եկեղեցու նկատմամբ վստահությունը նպաստել էր Սփյուռքի նկատմամբ վերահսկողության վերականգնմանը եւ Գևորգ Չովեքչյանը հասկանալի է այդ մեծ ավանդից հետո դրվեց ամենայն հայոց հերթական կաթոլիկոսը եւ օծվեց հենց Կիլիկիո կաթոլիկոսի ձեռամբ 12 եպիսկոպոսների ներկայացությամբ, ինչը չէր հաջողվել անել 41 թվականին։ Իհարկե այս ամենը նոր դրական լիցքեր հաղորդեց եւ եկեղեցու եւ Սփյուռքի հետ հարաբերություններում, նաեւ մի կարևոր բան եմ ուզում ընդգծել, որ նորից այս համաստեղծում 1945 թվականի օգոստոսի 12-ին ընդունվեց Խորհրդային Հայաստանի նոր հիմնը, որի հեղինակը երաժշտության հայտնի կոմպոզիտոր Անա Պաչատյանն է, իսկ բառերի հեղինակը հայտնի բանաստեղծ Սարմենը, որտեղ եւս հետաքրքիր մեսիջներ եւ գաղափարական ազդակներ են ուղղված ողջայնությանը, որտեղ այդ տունը կարող են կախել կամ ուղղակի իմաստը, որ մայր հայրենիքը, այսինքն Խորհրդային Հայաստանը հռչակում էր համայն հայության հայրենիք, այդ մեսիջը եւ
Եվ այդ տրամաբանությամբ այս հիմն ընդունելը հետ պատերազմյան հաղթանակի ոգևորության եւ տրամաբանության մեջ պիտի նկատվի։ Իհարկե այլ հետաքրքիր իրադարձություններ 44 թվականից ստեղծվեց AOX-ը, արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի կոմիտեն, որը նույնիսկ պիտի համակարգեր արտասահմանյան աշխատանքները, սպեցիալ աշխատանքները, հայտնադարձություն, ինչպես եւ ասացի, այսինքն եկեղեցու եսփորքի ներդրումը ոչ միայն հաղթանակի գործումներ, այլև հետպատերազմյան շրջանում այդ վերածննդի, վերակառուցման, խորհրդային Հայաստանի ընկալման, համահայկական ընկալման տեսակետից փոփոխության եւ մի շարք այլ հարցերի տեսակետից։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, տեղեկացնեմ, որ ունենք 2 զեկուցում։